Մատթեոս 22-րդ գլուխ։ Հիսուսը դարձյալ խոսեց և առակներով ասաց նրանց. Երկնքի արքայությունը նմանվեց մի թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու և չցանկացան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց ասելով. հրավիրյալներին ասեք, ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է, եկեք հարսանիք։ Նրանք անտեսելով հեռացան, մեկը իր ագարակը, մեկը իր առևտրին, իսկ ուրիշներն էլ բռնեցին նրա ծառաներին, խոշտանգեցին և սպանեցին։ Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։ Այդժամ ասաց իր ծառաներին. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրյալներն արժանի չէին։ Արդ գնացեք ճանապարհների խաչմերուկները և ում գտնեք հրավիրեք հարսանիքի։ Ծառաները ճանապարհների վրա դուրս գալով հավաքեցին բոլոր նրանց, ում գտան, և չարերին, և բարիներին, և հարսանիքը լցվեց հյուրերով։ Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան զգեստ չէր հագել։ Նրան ասաց. ընկեր, հարսանեկան զգեստ չունենալով, ինչպես այստեղ մտար։ Մարդը պապանձվեց։ Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. կապեք դրա ոտքերն ու ձեռքերը և հանեք դրան արտաքին խավարը։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց, որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները քիչ։ Այդ ժամանակ փարիսեցիները գնացին, խորհրդակցություն հրավիրեցին նրա դեմ, թե նրան խոսքերով ինչպես ծուղակը կգցեն։ Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին հերովդեսականների հետ և ասացին. Վարդապետ, գիտենք, որ արդարամիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում, որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում և մարդկանց միջև խտրականություն չես դնում։ Արդ ասա մեզ, քեզ ինչպես է թվում, օրինավոր է հարկ տալ կայսրին, թե ոչ։ Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. Ինչու եք ինձ փորձում, կեղծավորներ, ցույց տվեք ինձ հարկի դահեկանը։ Նրանք Հիսուսին մի դահեկան բերեցին։ Հիսուսը նրանց ասաց. Այս պատկերը կամ արձանագրությունն ումն է։ Պատասխանեցին. Կայսրինը։ Այդ ժամանակ նրանց ասաց. Գնացեք, տվեք կայսրինը կայսրը և Աստծունը Աստծուն։ Երբ լսեցին, զարմացան, թողեցին ու գնացին։ Նույն օրը Հիսուսին մոտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան և ասացին. Վարդապետ, Մովսեսն ասաց, եթե մեկն անորդի մեռնի, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ ապահովի։